դիմում եմ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին։ Մեր այն հայրենակիցներին, ովքեր հայաքվեի կենսաթոշակի բարձրացման այս արշավի մեջ գործուն մասնակցություն ունեցան հանրագրի ստորագրահավաքի մեջ, ինչպես նաև մասնակցություն ունեցան սոցիալական ցանցերում կենսաթոշակի բարձրացմանը վերաբերյալ քննարկումների մեջ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, որի արդյունքում մենք միասին բոլորով կարողացանք քաղաքական օրակարգ ստեղծել, քաղաքական իրողություն փոխել Հայաստանում եւ միասնաբար իրար հետ ձեռք ձեռքի բռնած ստիպեցինք, որ այդ փոքրիկ հաղթանակը արձանագրվի։ Հաղթանակը թեև փոքրիկ է, ընդամենը 10,000 դրամի մասին է խոսքը, ոմանց պարագայում նույնիսկ ավելի փոքր, բայց սա շատ կարևոր հաղթանակ է, շատ կարևոր արձանագրում է, որովհետև այդ 10,000 դրամ թոշակը ոչ թե տրվել է տնտեսական աճի նկատառումը հաշվի առնելով, ոչ թե տվել է գնաճը զսպելու նկատառումով, այլ տրվել է ելնելով վախից։ Վախն է եղել են կարևորագույն գործոնը այս շենքում նստածների մոտ, որ գնացել են այդ կարևոր քայլին, այդ քայլին են գնացել։ Վախը մեր 500,000 քաղաքացիների հիասթափությունից, վախը, որ նրանք այլևս իրենց չեն վստահում եւ առաջիկա ընտրություններում իրենց ձայնը չեն տալիս։ Այսպիսով այս քայլը եղել է իրենց համար նախընտրական փրկողակ։ Սա նախընտրական փրկողակ են որպես ուզում ծառայեցնել մեր տատիկ պապիկների խնդիրների հետ կապված, բայց ոչ թե այդ խնդիրները համակարգային լուծում են ուզում տալ, այլ պարզապես ընտրություններին առաջ ինչ-որ բան անել, որպեսզի շնորհակալ լինել։ Իսկ մեր տատիկ պապիկները չպետք է շնորհակալ լինեն այդ 10,000 դրամի համար կամ 5,000 դրամի համար, որովհետև դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գումարներն է, սա մեկ, եւ երկրորդ, ձեզ տալիս են 5,000 դրամ կամ 10,000 դրամ չուզենալով, իրենց մսից կտրելով, միևնույն ժամանակ իրենք ստանալով այս շենքում նստածները եւ հատկապես նախարարները միլիոնավոր ամսական միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ միայն դեկտեմբեր ամսին աշխատավարձ 13-րդ աշխատավարձ եւ պարգևավճար մոտավորապես միջինով յուրաքանչյուրը իրենցից 7 միլիոն դրամ է ստացել։ Այնպես որ սա շնորհակալության տեղ չէ, սա մեր բոլորի հաղթանակն է, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ձեր ստիպողականության, ձեր ճնշման եւ նաեւ մեր աջակցության արդյունքն է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նաեւ ընդդիմադիր բոլոր գործընկերներին, ովքեր որ այս օրակարգին միացան։ Այս օրակարգը մենք մեկնարկեցինք սեպտեմբեր ամսին 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ասուլիսով մենք մեկնարկեցինք եւ հայտարարեցինք, որ հանրագրային արշավ ենք սկսում եւ մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր միացան, այսինքն սա կարևորագույն օրակարգային հարց դարձավ եւ վախենալով մեր աճող վարկանիշից, այո, այդ վախի պայմաններում գնացին այս քայլին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։